Բարի երեկո, այսօր մենք ենք հենց այստեղ հաղորդումը, ինչպես նշեցի իմ նախորդ հաղորդման ժամանակ, խոսելու եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են 1, 10, 19 և 28 թվերի տակ, այս մարդիկ համարվում են բնական առաջնորդներ, այսինքն ծնված օրվանից ունեն իրենց համակարգի մեջ էգո, որը որ հիմնականում տալիս է հնարավորություն նրանց լինելու առաջնորդ և կյանքում զբաղվել այն աշխատանքներով, որտեղ որ նրանք կլինեն ղեկավարող դերում։ Բայց այս բոլոր էներգիաները մեկը մյուսից տարբերվում են, ամենամաքուր էներգիան դա մեկն է, այսինքն այստեղ չկան ավելորդ էմոցիաներ, այստեղ չկա հուզմունք և այս մարդիկ ավելի գիտակցված ու ավելի հարթ են գնում իրենց ճանապարհով և հիմնականում կյանքում խնդիրները շատ ավելի քիչ է լինում, ի տարբերություն 10-ի, 19-ի և 28-ի։ Ինչի է տենց, որովհետև օրինակ 10-ը, որտեղ որ մենք ունենք 0, իսկ թվի մեջ ցանկացած թվի մեջ դա կլինի 10, դա կլինի 20, դա կլինի 30, որտեղ որ կա 0-ն, այստեղ մարդիկ ունեն անկայուն տրամադրություն, նրանց տրամադրվածությունը և տրամադրությունը հաճախ է փոխում ու կարա ցանկացած իրավիճակ, անգամ մարդիկ ազդեն նրանց տրամադրության վրա։ Դրա համար կյանքում ունենում են շատ անկումներ և վերելքներ։ Այդ պատճառով այս մարդիկ պետք է իրենց մեջ զարգացնեն համբերությունը, լինեն ավելի պունկտուալ և շատ պատասխանատու։ Նույնը կարող եմ ասել 19 թվի տակ ծնված մարդկանց մասին, բայց հիմա ավելի շատ ուզում եմ խոսել 28 թվի տակ ծնված մարդկանց մասին։ Ինչու 28 թվի տակ ծնված մարդկանց մասին, որովհետև այստեղ կա կանացի էներգիա, 2-ը և 8-ը համարվում են կանացի էներգիաներ և ի տարբերություն մեկերի, այս մարդիկ ավելի փափուկ են, ավելի հանգիստ են և շատ ավելի հավասարակշռված։ Այստեղ կա 2, որտեղ որ մարդը ունի հնարավորություն դիմացինին լսելու և ներթափանցելու մարդու հոգու խորքերը ու 8, որտեղ որ մարդը կարողանում է աշխատել համակարգում, այսինքն աշխատել կոլեկտիվի մեջ։ Դրա համար հիմնականում շատ գլոբալ հաջողությունների հասնում են հենց 28 թվի տակ ծնված մարդիկ, որովհետև նրանց մոտ ավելի ակտիվ է հենց հոգեբանությունը։ Նրանք շատ մարդասեր են, կարողանում են դիմացինին լսել և ամենակարևորը կարողանում են աշխատել շատ մարդկանց հետ, այսինքն այստեղ համառությունը համեմատաբար ավելի քիչ է և նրանք ավելի շատ լսում են և կիսում են նաև մյուս մարդկանց գաղափարները։ Դրա համար այս մարդիկ համարվում են ամենափափուկ ու ավելի խաղաղ մարդիկ, ովքեր որ կարողանում են նաև օգտակար լինել դիմացինին։ Այս մարդկանց համար շատ կարևոր է աշխատել կոլեկտիվում, որովհետև երբ որ թվի մեջ գոյություն ունի 2, հատկապես ծննդյան թվի, որտեղ որ թիվը սկսվում է 2-ով, այստեղ արդեն խոսվում է նրա մասին, որ մարդը պետք է աշխատի և ունենա գործընկեր, լինի հարաբերություններում ու դիմացինի հանդեպ հոգատարությունը, դիմացինի հանդեպ ճշտապահությունը, պատասխանատվության զգացումը էլ ավելի դրական է ազդում կյանքի բոլոր հարցերում, հատկապես գործնականում։ Ես արդեն նշեցի, որ այս թվի տակ ծնված մարդիկ կյանքի ընթացքում աշխատում են շատ գումարներ, որովհետև կարողանում են աշխատել կոլեկտիվ և ներգրավել բոլոր այն հնարավորությունները, որոնք պետք են առաջ գնալու համար, ի տարբերություն 10-երի և 19-երի, որոնք որ կյանքում հիմնականում փչացնում են հարաբերությունները իրենց շատ տաքարյուն լինելու պատճառով, 28-երը կարողանում են մարդկանց միջոցով, այսինքն կոմունիկացիայի միջոցով առաջ գնալ և հասնել մեծ բարձունքների։ Իհարկե գիտակցությունը շատ կարևոր բան է, բայց գոյություն ունի նաև գործողության թիվ, այսինքն նույն ինքը ճակատագիր, նույն ինքը միսիան։ Ինչ է միսիան։ Երբ որ մարդը ծնվում է, արդեն իր ծննդյան օրվա մեջ
այն համակարգով, թե ինքը ինչով պետք է զբաղվի կյանքում։ Դրա համար դու կարաս ծնված լինես օրինակ 28 թվի տակ, այսինքն կրես 1-ի էներգիան, բայց ունենաս 5-ի գործողություն, որը որ իդեպ ասեմ շատ ավելի լավ է, որովհետև այստեղ պոտենցիալը ավելի արագ հաջողության հասնելու շատ ավելի մեծ է։ Ինչի, որովհետև 5-ը հենց խոսում է մարդու կոմունիկացիայի մասին, այսինքն այս մարդիկ ավելի շատ են սիրում շփվել եւ ավելի շատ մարդկանց են ներգրավում իրենց գործի մեջ, կարողանում են համոզել, կարողանում են շատ հեշտ լեզու գտնել եւ ունեն գեղեցիկ ձայն խոսքը փոխանցելու համար։ Ու այս մարդկանց շատ հաճելի է լսելը, որովհետեւ նրանք կարողանում են ճիշտ ընտրել բառերը եւ կարողանում են ճիշտ հոգեբանորեն մոտենալ մարդկանց։ Դրա համար գործողության թիվը նաև շատ կարևոր է, այսինքն ոնց ենք մենք հաշվում գործողության թիվը։ Մենք հաշվում ենք ծննդյան թիվը, ամսվա թիվը, տարեթիվը եւ վերջում ստանում ենք կլոր գումար։ Օրինակ դա կարա լինի 7, դա կարա լինի 6, դա կարա լինի 9։ Ըստ դրա արդեն որոշում ենք մեր միսիան։ Դրա համար ցանկացած մարդ, ով ծնվել է 1, 10, 19 եւ 28 թվերի տակ, պետք է նաև հաշվի առնել, թե ինչ միսիայով ենք մենք եկել ու ինչ պետք է անենք։ Զարգացնում ենք մեր գիտակցությունը, այսինքն բացահայտում ենք մեր գիտակցությունը բոլոր կողմերից, հասկանում ենք որտեղ է մեր թերությունը, որտեղ է մեր առավելությունը, որը որ օգտագործում ենք մեր ծննդյան օրվանից մեզ հասած միսիայի հարցում, այսինքն օրինակ մենք ծնվել ենք երգելու համար, մենք արդեն մտածում ենք ոնց գտնենք ճանապարհներ, որտեղ սովորենք, ինչ կրթություն ստանանք։ Դրա համար շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել ճակատագրի թվին, բայց իհարկե ամենակարևորը դա մարդու գիտակցությունն է, իսկ գիտակցության թիվը մենք հաշվում ենք ծննդյան օրվա թվով։ Եթե դու ծնվել ես ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին, դու կրում ես 1-ի էներգիան, դու առաջնորդ ես, դու չպետք է աշխատես ուրիշի ձեռքի տակ, դու պետք է ունենաս քո սեփական գործը, դու պետք է լինես քո գործում լիդեր եւ այն մարդիկ, ովքեր դեռ գտնվում են այն աշխատավայրերում, որտեղ որ իրենք ենթարկվում են ուրիշներին, այդ մարդիկ կյանքում չեն կարողանա հաջողություն ունենալ, այսինքն իրենք կմնան նույն տեղում, որովհետև նման մարդիկ չեն կարողանում երկար աշխատել ուրիշի ձեռքի տակ։ Դրա համար գտեք մի այնպիսի գործ, որտեղ որ դուք ձեզ լավ կզգաք, կլինեք ղեկավարող պաշտոնում, կարող եք լինել լավ մենեջեր, կարող եք ունենալ ձեր սեփական խանութը, էական չի գործ, որտեղ որ դուք կլինեք ղեկավարողը եւ զարգացրեք ձեր գիտակցությունը, աշխատեք ձեր գիտակցության վրա, աշխատեք լսել դիմացինին, ընդունել նաև դիմացինի կարծիքը, եղեք շատ համբերատար, սա շատ կարևոր է մեկերի համար, որովհետև նրանք ոչ մեկի չեն լսում բացի իրենցից։ Քանի որ բոլոր են մարդիկ, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին, այս մարդիկ ծնվել են 1 էներգիայի տակ, այսինքն բնական լիդերներ են, մարդիկ, ովքեր ունեն բնական էգո, չեն լսում ոչ մեկի եւ ավելի լավ գիտեն, թե ինչն է դիմացինի համար կարևոր եւ անհրաժեշտ։ Այս մարդիկ անձնական հարաբերություններում էլ ունենում են շատ խնդիրներ, այս մարդկանց մեծ մասը հիմնականում մնում է մենակ իրենց ամբիցիաների պատճառով, որովհետեւ այդպես էլ չեն կարողանում լսել եւ զգալ կողակցի ցանկությունները։ Դրա համար ձեր շրջապատում էլ հաճախ կտեսնեք թե կանայք, թե տղամարդիկ, ովքեր օրինակ ունեն լավ պաշտոններ, հա, լավ հնարավորությունների տեր մարդիկ են, բայց չունեն անձնական կյանք, որովհետեւ նրանք չեն լսում առհասարակ կյանքում ոչ մեկի։ Դրա համար այս մարդկանց հարկավոր է լինել շատ համբերատար, հատկապես իրենց կողակցի նկատմամբ, ու քանի որ այստեղ կա ավելի շատ չոր էներգիա, ավելի կոպիտ են այս մարդիկ, որտեվ սա համարվում է բացառապես իհարկե 28 թվի տակ ծնված մարդկանցից, սա տղամարդու էներգիա է ու այստեղ այն մարդիկ, ովքեր կրում են այս էներգիան, նրանք չեն կարողանում զգալ կողակցի ցանկությունները, շատ հաճախ չեն հասկանում կողակցին ու այդ խնդիրների պատճառով հիմնականում լինում են շատ բաժանումներ։ Դրա համար մեկերը պետք է գան 2-ի
6-ի եւ 3-ի։ Ինչու 2-ի, որովհետեւ պետք է հասկանան, որ կյանքում շատ կարեւոր է կողք ունենալ մեկին, ով իրենց կօգնի անցնել այն ճանապարհը, որոնք որ իրենք են ընտրել, չնայած որ իրենք դա չեն ընդունում ու շատ ժամանակ վիճում են դիմացինի հետ, որովհետեւ իրենք իրենց համարում են ուժեղ մարդիկ ու դա իրականում այդպես է, բայց լինելով առաջինը, լինելով լիդեր, նրանք ժամանակի ընթացքում հասկանում են, որ իրենք ամեն դեպքում կարիք ունեն մեկին, ով իրենց կլսի, իրենց կհասկանա եւ շատ հոգեբանական հարցերում ճիշտ ճանապարհ ցույց կտա։ Եվ 6-ի, ինչու 6-ի, ես դեռ կխոսեմ 6-երի մասին իմ հաջորդ հաղորդումների ժամանակ, բայց ինչու պետք է գալ մեկին 6-ի, որովհետև 6-ը սա խոսում է հաճույքի մասին, այս մարդիկ կարողանում են լիարժեք հաճույք ստանալ, ինչու չէ նաև կտրվել աշխատանքից, որը որ հնարավոր չի մեկերի դեպքում, որովհետև նրանք կարող են ամբողջ օրը աշխատել եւ մոռանալ անձնական կյանքի մասին ու հիմնականում այդ պատճառով էլ ունենում են շատ բաժանումներ ու չստացված հարաբերություններ։ Իմ հաղորդումը նրա մասին է, թե ինչպես կարող է մարդը իր թվի միջոցով բացահայտել տաղանդները, իր հնարավորությունները եւ իրեն գտնել կյանքում։ Այսօր ես խոսեցի բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին ու նշեցի նաեւ այն, որ բոլոր այս էներգիաները տարբերվում են մեկը մյուսից, բացառությամբ 28-ի, որովհետեւ այստեղ էներգիան կանացի էներգիա է ու այս մարդիկ համեմատաբար 1-երի, 10-երի եւ 19-երի ավելի փափուկ են։ Բայց այս մարդկանց համար ամենակարևոր բանը, որը որ ես կուզեմ, եկեք խորհուրդ չասեմ, բայց շատ կուզեմ, որ այս մարդիկ վերջապես հասկանան, քանի որ ես ինքս շատ եմ շփվում մարդկանց հետ, ես ուսումնասիրում եմ մարդկանց ու հարցերի միջոցով բացահայտում եմ մարդկանց, դրա համար այս ուզում եմ անպայման փոխանցել են մարդկանց, ովքեր կրում են մեկի էներգիան։ Հաճախ լսեք ձեր կողակցին, կոլեկտիվում եղեք շատ համբերատար եւ ամենակարևորը բոլոր այն մարդիկ, ովքեր կրում են այս էներգիան, պետք է հասկանան, որ իրենք արդեն ծնված օրվանից ունեն ղեկավարողի էներգիա ու ցանկացած կյանքի հարցերում նրանք միշտ ուզում են լինել հաղթող դերում ու դա նորմալ է, պետք չի դրանից պատմություն սարքել, պետք չի դրանից վատ զգալ, դա ձեր էներգիայի առավելություններից մեկն է, որը որ դուք պետք է օգտագործեք ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց հետ եւ ստեղծեք նորը։ Մեկը դա ամեն ինչի սկիզբն է, մեկը դա ամեն ինչ սկսում է նորից։ Եթե 2025 թվականում բոլորիս կյանքում ամեն ինչ քանդվեց, բոլորիս կյանքում ամեն ինչ վերացավ, հարաբերությունները, չգիտեմ, ֆինանսական հարցերը, ուրեմն մեկը մեզ տալիս է հնարավորություն ամեն բան նորից սկսելու, ու եթե մենք ուզում ենք մեր կյանքը փոխենք, եթե մենք ուզում ենք վերջապես անել այն, ինչը որ մինչև 2026 թվականը չենք արել, ուրեմն մենք պետքա ստեղծենք նորը, բայց այդ նորը պետքա ստեղծենք ոչ միայն մեր համար, նաև այն մարդկանց համար, ովքեր որ չեն կարողանում իրենց կյանքում գտնել։ Դրա համար 2026-ը, որը որ գտնվում է լիդեր էներգիայի տակ, մեզ տալիս է բոլոր հնարավորությունները ստեղծելու, ստեղծագործելու ու կապ չունի դու որ ոլորտում ես։ Եվ ասեմ ամենակարևորը, մեկը նաև համարվում է ամենաարդար էներգիան։ Այս մարդիկ չեն սիրում ստախոսներին ու նրանք շատ լավ զգում են, թե երբ է դիմացինը իրենց խաբում։ Դրա համար 2026 թվականում չենք խաբում, 2026 թվականում չենք օգտագործում։ Եվ ամենակարևորը մենք պետք է լինենք արդար առաջինը ինքներս մեզ հետ, հետո նոր դիմացինի, որովհետև այդ արդարությունը եւ ազնվությունը սկսում է մեզնից։ Սա մեկի կոչն է, մեկ էներգիայի կոչն է բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեռ մտածում են, որ այն մեթոդները, որը որ միջև այսօր աշխատել է, աշխատելու են, չէ։ Այն մեթոդները, որը որ առաջ աշխատում էր, հիմա էլ չի աշխատելու, որովհետև մենք գտնվում ենք ղեկավարող էներգիայի հովանավորության տակ, որը որ մեզ հնարավորություն է տալիս ամեն ինչ ստեղծելու նոր
տողից, իսկ ինչպես դա անել, դրա մասին կխոսեմ իմ հաջորդ հաղորդումների ժամանակ։ Լավ եղեք, ձեզ լավ նայեք, սիրում եմ ձեզ։